Արարատյան խոհանոց, խոհարարական նորարարություններ, լավ տրամադրություն եւ ջերմ մթնոլորտ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այս ամբողջը մենք ձեզ փոխանցելու ենք իմ հյուրի հետ։ Իսկ իմ հյուրն է Կարեն Վարդանյանը, Վինոգրադ Պանդոկի խոհարար։ Ողջույն Կարեն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն, լավ։ Վինոգրադ Պանդոկ։ Ինչ նորարարություն ենք ցույց տալու մեր հեռուստադիտողներին։ Ավարի միսը տապակելու ենք խաղողի, նեգրի եւ դարչինի համադրությամբ ավելացնելու ենք կոնյակը, գինին եւ մատուցելու։ Եվ այդ ամբողջը փորձելու ենք ճաշակենք։ Այո։ Կփորձենք, տեսնենք։ Լավ, ինչ գործ կա, որ ինձ կվստահես։ Ինչ պիտի անենք։ Գործ կա, ընդհանրապես խոսենք։ Գործ չկա, լավ, գործ չկա։ Ես կանեմ ասած։ Լավ, Կարեն ջան։ Ավան տակած։ Հորթի այստեղ ես տեսնում եմ ֆիլե։ Հորթի ֆիլմ, այո։ Նախորոք համենված է, սա ինչով։ Սև բիբար։ Աղ ու պղպեղ։ Եվ վերջ։ Վերջ։ Եվ վերջ։ Շատ լավ։ Ինչ ենք անելու։ Թավան նախորդ տակացնում ենք, Տապակը տաքացնում ենք։ ավելացնում ենք ձեթը։ Այո։ Ոնց են գործերը։ Կարեն ջան, ես հիշում եմ քեզ դեռ ավելի պատանի ժամանակաշրջանում եւ քննությունը կարծեմ ես եմ վերցրել։ Այո։ Ուսումնարանում։ Այո։ Դուք եք վերցրել։ Ինչպես են, այ հիմա կտեսնենք թե քո մասնագիտական առաջընթացը ինչպես է կայացել։ Շատ լավ։ Ձեթը տականալու պես ավելացնում ենք։ Միս այդպես խոշոր կտրատված, չէ՞։ Լավ կլիներ, որ ինքը մեկ կտորով լիներ, բայց ցույց է նա։ Բայց հոգ չէ, մի քանի կտորով է թողնի։ Այն ժամանակ ստեյք կլիներ, հա։ Ավելի մոտ։ Հիմա մենք ստեյք չենք պատրաստում, մենք պատրաստում ենք հորթի միսը խաղողով եւ մեղրով, չէ՞։ Այո։ Իսկ դարչինը հենց այսպես ենք դնելու, թե քերելու ենք։ Չէ, հենց այսպես դնելու ենք դարչինի համադրությամբ։ Բավականին ժամանակ է, որ դու իմ տեսադաշտից կարծես թե դուրս ես եկել եւ առաջի հանդիպումն է, շատ հետաքրքիր կլինի, թե դու իրոք ինչպիսի հմտություններ ձեռք բերեցի։ Բայց հարց պիտի տամ, ուղղվածությունը, որի մեջ դու քեզ տեսնում ես ավելի շատ հայկական խոհանոցի ուղղվածությունն է, որ քեզ ավելի շատ հետաքրքրում է կամ սեր է առաջացնում, թե նաև եվրոպական, նաև այլ։ Չէ, մեր ազգայինն է։ Միշտ իմ համար առաջնայինը եղել է ազգայինը։ Մեր ուտելիքները ես Ռուսաստանում եմ աշխատել, երբ որ մենք մերը ներկայացնում ենք արտերկիր, դրանով մենք հպարտանում ենք։ Այո, իրենց էլ է անպայման։ Այո։ Ճաշակում են եւ զգում են արդեն տարբերությունը։ Ավելացնում ենք կոնյակ։ Ահա։ Եվ վառում ենք։ Որպեսզի ձեթը չեզոքանա։ Դնում ենք դարչինի չոփերը եւ գինի, կարմիր անապակ գինի։ Կարմիր անապակ գինի։ Այդ ընթացքում նախորոք արդեն մաքրված խաղողն ենք ավելացնում։ Մի քիչ շոգը խաշվում է։ Եվ վերջում արդեն մեղրը։ Մեղրել պիտի ավելացնենք։ Անպայման։ Գտոր։ Իսկ մենք առանց խավար պիտի մատուցենք այս կերակուրը։ Այո։ Հենց մսային վիճակով պիտի։ Առաջացած սոուսի հետ։ Սոուսի ինքը թանձրուկ է առաջացնելու, քաղցր ու թանձրուկը մսով եւ խորհուրդ կտամ խաղողը վրան դրված։ Էլի տապակված։ Դե մենք պիտի դեռ պատրաստենք։ Եվ այստեղ մենք պիտի ակնկալենք մսի հետ կոնյակի, դարչինի եւ գինու բույրը եւ գինու բույրը։
Շատ հետաքրքիր համադրություն է։ Պիտի տեսնել, թե ինչ կստացվի։ Իսկ մեղրը շատ պիտի չեռա կարծեմ։ Այո, դրա համար վերջում ենք ավելացնում։ Հարգելի հեռուստադիտողներ, մինչ Կարենը զբաղված է ուշով ուշադրությամբ պատրաստելուն է իր միտքը տրվել, ես ուզում եմ հիշեցնել ևս մեկ անգամ, հարգելի հեռուստադիտողներ, որ ապրիլի 11-ին ժամը 13-ին Աբովյան քաղաքում քաղաքապետարանի հարակից տարածքում հայ խոհարարական համադրույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը եւ Աբովյանի քաղաքապետարանը իրականացնելու են ձկան տոն։ Ներկայացվելու են կերակուրներ ձկնեղենից, կլինեն 25-ից ավելի տաղավարներ, նաեւ ուղեկցվելու է միջոցառումը հաճելի եւ շատ որակյալ գեղարվեստական մասով, այնպես որ բարեկամներ մասնակիցներին մինչև ապրիլի 5-ը կարող են հայտեր ներկայացնել, իսկ մեր հեռուստադիտողները, մեր հայրենակիցները կարող են այցելել, համտեսել բազմահամ ձկից պատրաստվող կերակրատեսակներ։ Ահա, մեղրն էլ ավելացրել։ Այո, մեր թանձրուկը արդեն պատրաստ է։ Խաղողով։ Մի քիչ էլ թողենք։ Ավելի թանձրանա։ Ծնունդով Չարենցավանից ես։ Այո։ Այդ մենք հաջորդ ամիսը նվիրելու ենք բանահավաքչությանը, այսինքն կերակրատեսակների հավաքչությանը։ Կան այնպիսի կերակուրներ Չարենցավանում, որ դու կամ այլ մարդիկ կարծում են, որ դրանք դատապարտված են մոռացության։ Չարենցավանում կոնկրետ չգիտեմ, ես ծնունդով Չարենցավանից եմ, բայց իմ արմատներով ես Ղարաբաղից եմ եւ շատ բան ունեմ ներկայացնելու եւ շատ բան ունեմ ասելու, որոնք հիմա արդեն չեն երևում, չեն երևում։ Ահա, այսինքն դու կմասնակցես նաև հաջորդ միամսյակին։ Բայց կարծում եմ, որ կարևորը ոչ թե միամսյակին մասնակցելն է, այլ կարևորը նաև ձեր միջոցով, երիտասարդ խոհարարների միջոցով այն կերակուրները, որ մտածում ենք, որ սպառնալիքի տակ են, մոռացության սպառնալիքի տակ են, պիտի վերականգնենք, տղա ջան։ Պիտի վերականգնենք, պիտի պատրաստենք, փորձենք մի ինչ-որ բան ավելացնել նրանց, մի ինչ-որ ձև, մի ինչ-որ նոր մատուցման ձև, որ նորից բերենք մեր հանրության համար տեսանելի այդպես վիճակի մեջ։ Այո, նորարարություն պետք է արվի եւ անպայման կներկայացնենք։ Շատ լավ, շատ լավ։ Կերակուրը պատրաստ է։ Տեստը, այո, պատրաստ է։ Հիմա տեսնենք, թե ոնց, ինչ եղանակով, ինչպես ես դու մատուցելու։ Վարպետը շատ էր անհանգստանում, թե լավ պիտի պատրաստես, թե ոչ։ Մի քիչ էլ թանձրացնենք, ավելի շատ թանձրացնենք։ Եթե այսպես դնենք դարչինը եւ մատուցենք, կարող է ճաշակողը լավ չհասկանա եւ աշխատի դա մանրացնել, որպեսզի ուտի։ Դե մենք դեկորատիվ Դե պիտի տակը մի հատ թղթոկը գրենք, որ սա դեկորացիա է, հանկարծ չճաշակենք։ Լավ։ Կապակում եմ իհարկե, բնական է, որ մեր այցելուները, մեր հյուրերը ճանաչում են նաև եւ դարչինը եւ մնացած այլ համեմունքները։ Տապակված խաղող։ Հարգելի հեռուստադիտողներ, նախորդ համեմված հորթի հապկամիսը, աղով պղպեղով համեմված, տապակեցինք, կեղևապատեցինք, այնուհետև կոնյակով հուր տվեցինք, իրականում սա հրահամ տապակա է։ Կոնյակի բոցը հանգչելուց հետո ավելացրինք կարմիրանապակ գինի, այնուհետև դարչինները դրեցինք այդտեղ եւ նաեւ դրեցինք խաղողի հատիկները։ Մի քիչ շոքեհարվելուց հետո
հանեցինք միսը եւ դարչինը եւ ես տեսնում եմ որ Կարենը ուզում է որ թանձրուկը պնդանա մի քիչ պնդանա դրա համար հարկավոր է եւս մեկ անգամ ջերմային մշակման ենթարկել եւ թանձրուկով կզարդարենք չէ Կարեն Այո վերջում կլցնենք նրան Արդեն պատրաստվում է, չէ։ Կարեն ջան, դու նաև մեր գազམ་ակերպության փոխնախագահ Ռուզանա Նահապետյանի մոտ ես եղել։ Այո։ Երևում է նրա շկոլան, նրա դպրոցը նույնպես շատ էս բծախնդիր, իսկ բծախնդրությունը խոհարարության մեջ շատ լավ բան է։ Ահա եւ վերջ կերակուրը պատրաստ է հորթի միսը մեղրով եւ գինով Կարեն ջան ինչ ասելիք ունես մեր հերոստատիտողներին խնդրեմ Քանի որ կանանց մի ամսյակն է ես օգտվելով առիթից կուզենամ շնորհավորել բոլոր կանանց հատկապես իմ առաջին վարպետին Ռուզաննա Նահապետյանին եւ ամենակարևորը մայրիկիս Շատ ապրես դու, ես մեծ ուրախությամբ միանում եմ այս բոլոր շնորհավորանքներին, հարգելի մայրեր, քույրեր, դուստրեր, տատիկներ, ցանկանում եմ, որ լինեք այնպիսին, ինչպիսին, որ դուք երազում եք, իսկ դուք միշտ երազում եք լինել բարի եւ գեղեցիկ։ Ապրեք դուք, շնորհակալություն։ Հարգելի հերոստատիտողներ, ձեր անունից եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ Կարենին։ Ապրես դու Կարեն ջան եւ շարունակիր այդպես ստեղծագործել։ Բարեկամներ Եկավ հրաժեշտի պահը, բայց հրաժեշտից առաջ ուզում եմ հիշեցնել, որ կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աշճան ջերմությամբ եւ պահպանման ժամկետը ոչ ավել քան 5 րոպե, որովհետեւ հատկապես ահավիքները, այսինքն ֆլամբեները, նրանք իրենց բույրով պիտի մենք ճաշակենք եւ ճաշակենք կարմիր անապակ հայկական գինով։ Ուզում եմ, որ բոլորս լինենք առողջ եւ ողջամիտ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու, ցտեսություն բարեկամներ։ Տապակած միս, տավարի փափկամիս 150 գրամ, խաղող 100 գրամ, կարմիր գինի 100 միլիգրամ, դարչին 2 հատ, մեղր 50 գրամ, բարեախորժակ։